Դուք ասացիք, որ քաղաքապետարներ չկան Հայաստանում, եթե ձեր տրամաբանությանը նայենք, ապա ձեզ համար նաև Նիկոլ Փաշինյանը քաղաքապետար չի եղել, երբ որ դատապարտվել է 2008 թվականի մարտի 1-ի դեպքերով զանգվածային անկարգություններ, չգիտեմ, երևի սահմանադրական կարգի տապալում, իշխանության զավթում, այդպիսի ծանր հոդվածներով, չնայած կարծում եմ, որ ձեզ համար Փաշինյանը եղել է քաղաքապետար, այդպես է։ Եթե եղել է, ապա նույն սկզբունքով պետք է քաղաքապետար լինեն նաև շատ ավելի թեթև հոդվածներով, որևէ այսպես լուրջ բան չարած, ընդհանրապես իրենց խոսքի համար դատապարտված Սամվել Կարապետյանը, Միքայել Սրբազանը, Բագրատ Սրբազանը, Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը, հայրենիք կուսակցության քարտուղար Խաչիկ Գալստյանը, որը ընտրական process-ում ինչ-որ անհասկանալի հոդվածով է հիմա կալանավորված ու այսպես շարունակ։ Հետևաբար կարող եք ասել սկզբունքը քաղաքապետար լինելով ոնց է, որ Նիկոլ Փաշինյանը նախկինում, որը ծանր հանցանքների մեջ է մեղադրվել, բայց զանգվածային անկարգությունները մենք տեսել ենք ամեն դեպքում իր մասնակցությամբ նաև այդ process-ները, ինքը քաղաքապետար է համարվել, իսկ հիմա նշածս անձինք քաղաքապետար չեն։ Ու մեկ էլ որպեսզի քաղաքապետարներ չունենանք առհասարակ Հայաստանում, կարող է նաև օրենսդրական փոփոխություն անել, մենք այդ թեմայով նաև առիթ ունեցել ենք փակ հանդիպանը խոսելու, օրենսդրական փոփոխություն անել եւ այն դատավորները, որոնք որ այն անձինք նախկինում ինչ-որ կուսակցության անդամ են եղել, կուսակցության անդամությունից հրաժարվելուց 5 րոպե հետո չդառնան դատավոր եւ ռետրոսպեկտիվ իրենց կաշկանդվածությունը, սերը եւ հավատարմությունը չցուցաբերեն իրենց նախկին կուսակցության նկատմամբ եւ չլցնեն բանդերը քաղաքապետարներով։ Շնորհակալություն։ Ես քաղաքապետարների ձեր անձնական Սանի ասացումը ինձ բառ չէի պատասխանել։ Չէ, Փաշինյանի մասով համեմատական է։ Ինչի հետ համեմատեմ։ Զանգվածային անկարգությունների մեջ մեղադրվողին ես մեր ձևով ասելու հետ է։ 2008 թվականի հետ կապված կրկին գնահատական այս պահին չեմ կարող տալ։ Այսօրվա իրականության հետ կապված ես դրա ականատեսն եմ եւ դա ինձ հնարավորություն է տալիս տալ գնահատականներ։ Ու նաեւ ես ասացի, որ լավագույն չափանիշը գնահատելու թե քաղաքապետարներ կան թե ոչ, եթե մենք ուզում ենք անկախ դիտորդի աչքերով նայենք, համապատասխան ձեռքբերումներ են, որոնք տրամադրվում են միջազգային մարմինների կողմից, որոնց կազմման մեջ նաև ներգրավվածություն կարող են ունենալ, կարող են նաև մեր ընդդիմադիր ներկայացուցիչները քաղաքական, որոնք եթե այդքան բարձրաձայնում են երևույթի մասին եւ դա արձագանք չի ստանում, արդեն իսկ երևույթի մասի կարծիքը հանրության համար պետք է բարձ լինի, ինչպիսին է անկախ դիտորդների աչքերով։ Այսինքն հիմա կներեք չեք կարող ասել Փաշինյանը ձեզ համար քաղաքապետար եղել է թե ոչ։ Ոչ, չեմ կարող եւ օբյեկտիվ պատճառներով չեմ կարող եւ ես հիմա խոսել Նիշտայնանի մասին, ինչի մասին ունեմ կարծիք եւ գիտեմ թե ինչի մասին եմ խոսում։ Բայց եթե ես չեմ հետևել այդ process-ներին, ինչպես կարող եմ ես որևէ չեմ հետևել, չեմ ուսումնասիրել թե ինչ է 2008 թվականի դերում, կներեք, բայց հանրական օբյեկտիվորեն չեմ կարող տալ եւ կարծում եմ ասածս խիստ ողջ չեմ դե։ Դատավորների մասով չասացիք դին։ Հա, դատավորների մասով նախ մի նախագծի մասին խոսեցի, որը ձեր դրամով գիտեմ։ Գրուծի խոսքը պայմանության հասցեական եզրակացություն ունեցող անձանց վերաբերյալ եզրակացության եզրափակիչ մասի հերակայության նախաձեռնության մասին է։ Մյուս խնդիրը, մյուս կարևոր նախաձեռնություն, որը խնդիրի գրուծի ավտոմատ մանկագրման համակարգն է, որը արկա կլինի ամիսներ հետո, որովհետեւ մենք հիմա աշխատում ենք նաև միջնադարական վարույթի ընթացքում ավտոմատ մանկագրման համակարգ ունենալու հետ կապված մի քիչ բարձրաբան քաղաքացիների համար շատ շեշտադրվում են տարբեր դատավորներ, օրինակ, որոնց որ գործերը մանկագրվում են ու իրենք, չգիտեմ, ասոցացվում են կալանք տվող դատավորների հետ։ Հետո հանրություն չի խորանում, որ այդ որոշումները բողոքարկվում են, մի հատ էլ վերադասացիան է հաստատում, որովհետեւ ոչ ոք դա հետաքրքիր չի իրականում, բայց ամեն դեպքում խնդրի շահարկումից խուսափելու համար վերջում մենք ինչ-որ պահից սկսած երկրորդ տեխնիկական բոլոր խնդիրները լուծենք, ունենալ ենք ավտոմատ մանկագրման համակարգ եւ մյուս կարգավորումը cooling off period-ին է վերաբերում, դա այլ քննարկում ենք, որ ինչ-որ ժամանակահատված քաղաքական պաշտոն զբաղեցնող անձինք հնարավորություն չունենան 1 տարի, 2 տարի զբաղեցնել այլ պաշտոն, որը ենթադրում է կուսակցական չեզոքություն, բայց սա դեռևս քննարկվում է։ Ամեն դեպքում այսօր քաղաքական
Եվ եթե մենք մեզ համարում ենք իրավական երկիր, չգիտեմ, օրենքի երկիր, եւ մարդիկ էլ գիտակցում են իրենց պաշտոնը ինչպիսի իրավունքների եւ պարտականությունների ծավալ է ենթադրում, ես կարծում եմ մենք պետք է խնդիրներ իրականում այսօր չունենանք։